We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas and a Happy New Year. Այսօր մեր տոնական թողարկումն է, այնպես որ տոնական լույսեր, նոր սկիզբ եւ ինչու ոչ նոր սիրավեպ միացել եք 3 ավելորդները ժամադրություն շոուին։ Իսկ ես ուզում եմ ներկայացնեմ մեր այսօրվա տոնական շեշտեմ այս բառը հյուրին Ռուբո։ Բարև ձեզ։ Նոր տարվա օրով ստե ինչ եմ անում, հələ չգիտեմ։ Ուտես մանդարին։ Մի հատ կարելի է շնորհակալություն։ Ինչ չորաչորք են։ Գիտես արժանորք եմ, համաձայն եմ դա։ Ոյ մերսի շո։ Oh, gentleman։ Ռուբո։ Լավ ես։ Լավ դուք ոնց եք։ Տոնական։ Վերջապես ես եք աստեղ։ Բլինչիկը թողել ենք այնտեղ, եկել ենք քեզ լսելու, որպեսզի օգնենք մեր հյուրերին Ինչ անենք։ ստեղծելու։ Փորձենք։ Նոր տարիա, նոր սիրավեպ, դու տարին չասեմ նոր սիրավեպով ես սկսում, բայց տարին սկսելու ինչ որ Սիրով սկսելու մտքեր ունեմ չէ։ այո։ Չէ, չունեմ։ Վերջ։ Այսքան որ շնորհակալ եմ։ Բայց մենք բլից հարցեր ունենք քեզ Ապա, համար։ ահա։ Արագ տալիս ենք ընդհանրապես 3 հարց է, արագ տալիս ենք դու հրաժարակ պատասխանում ես։ Սկսես նին։ Չէ դու։ Հենց առաջին ժամադրությանը աղջիկը ասում է արի հաշիվը կիսենք կամ ես եմ փակում հաշիվը։ Կարմիր դրոշակա թե կանաչ։ Չէ, ինձ թվում է կանաչ չա, բայց դե ես կփակեմ հաշիվը։ Շատ լավ աղջիկ է, բայց ասում է նոր բիզնես եմ փոքրիկ սկսել, որ խնդրեմ story կանես։ Okay, նայած ինչքան ժամանակ է շփվում ենք։ Green flag-ը։ Հենց հիմա։ Չէ, red flag-ը։ Այսօր առաջի օրներ քեզ։ Բայց եղել է տենց բան որ ասեն թե չէ։ Իրականում շատ է լինում։ Ասենք եթե ինչ որ մի հատ կոմենտի են պատասխան, որ ինձ գրել են, դրանից հետո տենց ինչ որ խնդրանքներ գալիս են։ Բայց իմ հետ էլ ա եղել տղաներից։ Ինչ որ շատ լավն ես, մեռնեմ ջանիդ, որ մի հատ խնդրեմ էր բիզնեսը կգցե։ Ավտոապակիների լվացման։ Հա, բայց Եթե շփման ընթացքում ամբողջ նախաձեռնողականությունը այդ թվում ծանոթության առաջին քայլը աղջիկն է անում։ Այսինքն Նախաձեռնողականությունն իր ձեռքն է վերցնում։ Ինքն անընդհատ առաջինը գրում։ Դեպի պետք է red flag-ը լինի։ Կանաչա։ Հա։ ես Ռուբո բոլորին ուղում եմ այս հարցից, թվում է տեսել ես մեր հաղորդումները, կասես քո 3 հայտնի շոու բիզնեսյան աստղերի crush-երին։ Հայ, թե Հայ թե որտեղից ուզես։ կորեացի դերասանուհի Լիչե 9, Հա։ Այուն, Հա։ տիպ top 1-ը սա։ Հա։ Երկրորդը Եվի Սարա Պոլսոնը, երրորդը Դիլիթը։ Երրորդը delete-ը, Այո։ օպրես։ Ես պաշտում եմ Դիլիթին, միանգամից Ապրես։ հենց ասում եմ։ Օպրես, մենք իմացանք քո crush-երին։ Այո։ Իսկ հիմա, քանի որ այսօր մեր տոնական եթերն է եւ մեր հիմիկվա հերոսը ուզեցել էր դառնալ հերոս, որովհետեւ ինքը քո տեղում նստած ասաց ես էլ եմ ուզում դառնալ հերոս, իսկ մենք քանի որ փոքրիկ ձմեր պապիկներ ենք այսպես կոչված, ուզեցանք նրա ցանկությունը ի կատարածեք, դու իրան ճանաչում ես, մեր բոլորի լավ ընկեր Ռաֆո, նույն ինքը հայտնի Ռաֆո, նույն ինքը հայ Դալեկ, նույն ինքը շուտով արդեն երեխաների հայ։ Խիեսեք է։ Սկսենք դայից։ Պրիվետ Ռաֆ։ Ողջույն ձեզ։ Խիեսեք է։ Եկել եմ դժբախտացնեմ ինչ-որ մեկին։ Վայ, մի ասա այդպես, դու այնպիսի տղամարդ ես։ Դժվարացա դաժե այդ բառը ասեմ։ Դու այնպիսի։ Չէ, իրականում։ Դե հետաքրքիր էքսպերիմենտ է, եկեք անենք էլի։ Գիտենք, Ռաֆ ջան։ Կլինի, ինչ կլինի։ Ինձ հետաքրքիր է, որովհետև ես Ռաֆոյի թեպետ շատ մոտիկ ենք ու մեզ շատ էր միացրել միմյանց, անգամ երբ որ ես գնացել էի հարցազրույցի, մտածում էի, որ ես իր մասին եմ խոսում, այդպես է չեմ ասի, ես իր մասին եմ արդյոք խոսացել թե ոչ, բայց ինձ շատ հետաքրքիր է, ինչպիսին է Ռաֆիկը ոչ ընկեր որպես։ Որպես Ցույց չեմ տվել էլի այդ տիպի, ես քեզ հավանում էի ախր տարիներ շարունակ։ Դու ապատասխան թողեցիր իմ սերը։ Այս էդիտները արեք, խնդրում եմ։ Իսկ գործում եմ ես։ մենք լրիվ ավելորդ ենք, այսօր 2 ավելորդներ Եթե ունենք։ ինձ հարցնում red flag-ա։ Հիմա red flag-ա նստած։ Ինչի ես այդպես ասում։ Ինչի՞ red flag։ Կատակ եմ ամ լավ դե, չէ, շատ լավ մարդա։ Բայց Ռաֆ շատ էին առաջարկում եւ շատ էին գրում երկրպագուհիները, նաեւ մեկնաբանություններում, որ քեզ անպայման որպես հերոս կանչենք։ Հիմա քո ակնկալիքները թողարկումից։ Ես իրականում սենց ասեմ, ես
չեմ սպասում, որ կյանքի ուղեկից եմ այստեղ գտնելու, բայց հետաքրքիր փորձառություն է, որ կարող ենք հիմա միասին մի հատ հասկանանք, որովհետև շատ վաղուց այս դեյթերի չեմ եղել ճիշտն ասած, ժամադրությունների չեմ։ Ժամանակ չունենք, ախպեր, ժամանակ չկա։ Ժամադրությունների վաղուց չեմ եղել, չգիտեմ ինչ են խոսում են ընդհանրապես։ Այդ ժամանակ խոսում են, ինչ են անում։ Բայց վերջի անգամ բրավ երբ ես եղել ժամադրության։ Հայտնի էիր արդեն թե ինքան վաղուց, որտեղ հայտնի չէիր։ Հայտնի չէի։ Հետո իմ համար մոլում էի աշխատում, վաճառող խորհրդատու էի։ Բայց երբ ես սիրահարված եղել։ Հենց այդ ժամանակը հատվածում ես մոտ 3 տարի։ Երբ որ բլոգեր չէիր։ Հա, 3 տարի առաջ, 3.5 տարի։ Բլոգինգով զբաղվում էր, բայց բլոգեր չէր յոժատը։ Բայց ո՞նց ավարտվեց այդ հարաբերությունները։ Ինչի ավարտվեց։ Հեռավորությունը ավարտեց։ Հարաբերություններ հեռավորության վրա։ Այո, այդ սուտա չկա այդպես բան։ Ես չեմ հավատում, որ հեռավորության վրա կարելի է պահել հարաբերություններ, նույնիսկ ընկերական, ասենց ասեմ։ Ուր մնաց սիրային հարաբերություններ։ Ըստ քեզ պոտենցիալ ուներ այդ հարաբերությունները կամ հետո երբ որ արդեն բավականաչափ հայտնի դարձար, ինչ որ արձագանք եղավ, թե ոչ։ Պոտենցիալ ուներ իմ կողմից, այսինքն ես ամեն ինչ ներդրում էի դրա մեջ, որպեսզի այդ հարաբերությունները զարգանար, բայց փաստացի ինքը չէր ուզում արդեն, որովհետև խնդիրը հենց հեռավորություններ կարծում եմ, տարբեր քաղաքներ ու ոնց որ էլ կոմունիկացիան կորում էր անընդհատ։ Ինչքան էլ հա գրվեց, բայց եկեք մենք Դիսնեյի կինոյում չենք ապրում, այդ ռոմանտիկան չկա գրվելով։ Դու սենց տենենց պետքա մարդուն տեսնես, օրինակ օրը մեջով ինչ որ ժամադրությունների գնա կամ ուղակի զբոսնեք եւ այլն, իսկ շաբաթը 1-2 անգամ գնալ ուրիշ քաղաք հասնել զբոսնել, քիչ հոգնում ես այդ ամեն ինչից։ Իրականում ես էլ էի հոգնել, բայց էդի այն զոհողություններ, որ ես պատրաստ էի նույնիսկ գնայի այդ հարաբերությունների համար, բայց հակառակ կողմը ոնց որ պատրաստ չէր, ու ոնց որ ստոպ տվեցինք։ Բայց ինչ որ մի բան սովորեցիր այդ հարաբերություններից հետո ու ինչի այսքան երկար դադար եղավ։ Չկար համապատասխան մարդ, չկար տրամադրվածություն, ի՞նչն էր խնդիրը։ Բոլորս բան ունենք, չէ՞, մեր կյանքում, որ ռուսերենով ասում են գլավնի բիվշի, որ մի հատ բիվշա, մի հատ լինում է այդ ամենագլխավորն է, որ իրան պետք է հաղթահարես, որ նոր կարողանաս անցնես առաջ, այլ ինքը էտա, որ պետք է մի հատ հաղթահարեմ, որ նոր արդեն կարողանամ նորը կառուցեմ, որովհետև հիմա ում էլ որ նայում եմ, համեմատում եմ։ Այսինքն դեռ չես հաղթահարել։ Հաղթահարել եմ, բայց sense ինչ որ չեմ սիրում, չեմ սիրում, դա հաստատ, բայց ինչ որ sense բաներ եմ գտնում նորերի մեջ, ինչ որ մեկի որոնակ խոսում եմ կամ բան, որ ուզում եմ մի կետը նման լինի իրան։ Տխրեցի։ Ինչի՞ աղջիկ։ Ես էլ եմ այնտենց, բայց ես չգիտեմ ոչ մեկի դες չի ունեցել եմ հարաբերություններ, բայց ես միշտ ինչ որ մարդու եմ անկալի ուրիշների մեջ։ Դե նորմալ է ինձ թվում է։ Դե սկզբից մի հատ համեմատում ես, հետո մինչև ավելի լավին գտնես։ Ու միշտ ավելի լավին ես գտնում։ Գտնում ես։ Դե տեսնենք այսօր Ռաֆոն կգտնի ավելի լավին թե ոչ, բայց հույս ունենք, որ համենայն դեպս էլ չի փնտրի ուրիշների մեջ իրան։ Բայց հետաքրքիր է, որ ընկերներ ենք, մենք 4 ընկերներ ենք, մենք երբեք չենք խոսացել ինչ-որ այդպես թեմաների։ Ինչ-որ տիպաժներ խոսացել ենք, օ, ես սրանք ուզեի, բան եւ այլն, այդպես խոսացել ենք, բայց ինչ-որ լուրջ թե հարաբերություններում ինչ ծև ենք ուզում, չենք խոսացել։ Այո, օրինակ, որ ենթադրենք հավանես աղջկան, այս մասնակից դեզ մեկին, բայց ինքը սենց ուղիղ ասի, որ քո վիդեոների հանդեպ տենց սեր չունի։ Դուրս է գալի տաղավարից։ Ոնց որ չէ, օքեյ է ինչ դու անում ես, սենց սփորտ անում է, բայց տենց ասում եմ, չեմ կանամ ես քո այս տղի շարժիչ։ Դուրս է գալի։ Չէ, պետքա այդ էլ ընդունի։ Եթե անգամ օրինակի համար ըստ իս ստրես է, բայց Ռաֆոյի ռիլերի մասին չի խոսքը, չեմ կարծում, որ պետքա արժե զրկվի իր աշխատանքը։ Չէ, ոչ թե ես այդ գտիչն եմ, օրինակ Ուղղակի չի հետաքրքրում, հա։ Օրինակ շատ ես գովազդանում, մինչև շատ գովազդներ անելը ավելի լավն էր կոնտենտը։ Հա, չէ, դուրս է գալի տաղավարից։ Ռաֆոն ոչ մի adekvat կոմենտ չի լսում իր հասցեին։ Բայց Ես կոնստրուկտիվ կարծիք չեմ սիրում։
Բայց եթե աղջիկը չցանկանա օրինակ նկարվել քո ռիլերում, եթե դու առաջարկես կամ միասին լուսանկարներ հրապարակել, չգիտեմ, եթե հրավիրում են ձեզ ինչ-որ միջոցառման կարմիր գորգ եւ այլն, ինքը ասում է ես խուսափում եմ հայտնիությունից։ Ինքը ես միշտ շատ եմ մտածում այս թեմայի հետ կապված, արդյոք հարգել մարդու որոշումը, թե դա ընկալել որպես որ ինքը քեզ չի աջակցում։ Որտեղ ես կարծիք չունեմ ու հետաքրքիր է։ Ես sense կասեմ, ոչ թե հարգել չհարգելու մասին է խոսքը, այլ ես կուզեմ իմ կողքին լինի այնց մարդ, որ նաև այդ կյանքով կուզենա ապրել։ Այսինքն ես ի սկզբանե կընտրեմ այնց մարդու, ում հետաքրքիր կլինի այդ ոլորտը եւս։ Իսկ եթե այդ աղջիկը ոնց որ սիրահարվեք իրար բան, դու էլ ունես այդ հատկությունը։ Ինձ մեծ կարծիք ունեք։ Այո։ Ինքը սկսում է այդ կյանքով ապրել, քո շնորհիվ դառնում է շատ հայտնի։ Քեզ թողում է։ Ու քեզ թողնում է։ Նման փորձառություն ունեցել է։ Չէ, իրականում ոչ թե զուգընկերների պահով, այլ ընկերական ծանոթության շրջապատում եղել են, որ ոչ թե իմ շնորհիվ, այլ իմ հետ շփման միջոցով դարձել են ինչ-որ մի բան, այս վատով չասեցի, պրոստը չկարողացի։ Եթե իմ հետ է, ինչ-որ մի բան ինձ թողել են։ Հապ 3 անուններ։ Եղել են, так что սովորեմ նմանատիպ ինչ-որ մի բանի, բայց օքեյ կլինեմ։ Եթե ինչ-որ մեկին սիրում ես ու ինքն էլ ինչ-որ բանի է հասնում, հաստատ երջանիկ կլինես, չգիտեմ։ Բայց կոմպրոմիսային մարդ ես, ռավ թե քոնը ամեն դեպքում առաջ ես տա։ Քան իր է շահաշտանուղա։ Այդ ինձ թվում է մեծ հարցներ։ Լավ, հարաբերությունները բայց կարող է ինքը Չէ, մինչև պրոստը երկուսի հետ էլ եղել եմ երևի։ Թողեք խոսամ ինձ հասնվեց։ Մենք ոգևորված ենք, որտեղ մենք ուզում ենք լավ ստացվի։ Ուզում ասեմ Ռաֆոին հետի ոնց ինքը պատասխանի, բայց ես էլ ասեմ, Ռաֆոն նենց հատկություն ունի, որ այդ բային իր չորը կդնի մինչև վերջ, բայց ամեն դեպքում անգամ եթե դիմացինը սխալ լինի ու ինքը հասկանա, որ հարաբերությունները հեսա ինչ որ ձևով կարող է վատանան, ինչ որ մի հատ կատականի հումոր անի, տենց ինչ որ մի բան անի, sense դզի քսի տեղը։ Այդ դա ունի։ Բայց լավ կլինի պրոբլեմ չսարքեմ հետո դզեմ, ավելի լավ է։ Հա, բայց կարող է պրոբլեմ սարքի։ Իմը մի հատ առաջ եմ տանում, եթե տեսնում եմ չի անցնում, նոր կհանձնվեմ։ դու առհասարակ ֆլիրտ, սիրախախ, անող տեսակ ես եւ արդյոք դա եթե հարաբերությունների մեջ լինես, այդ խանդի առարկա կարա լինի քո համար, եթե աղջիկը ֆլիրտանի։ Ուրիշի հետ ֆլիրտանի։ Հա։ Քո աչքերի առջև։ Ինչ-որ միտեղ դա նորմալ է, Զարա ջան։ Չէ դու կողքին նստած ես։ Առհասարակ, սենց ասեմ, խանդոտ չեմ, ես այդքան էլ խանդոտ չեմ, որովհետև շատ ինքնավստահ եմ ես ինքս, ու եթե ես վստահ եմ, եթե ինչ-որ մեկը մտել է իմ կյանք, ինքը մտել է հենց իմ սաղ պլյուսները իմանալով, նաև մինուսները իմանալով, ու եթե պետքա ինձ դավաճանի, այդ ասում իր Այ խնդիրն է։ ֆլիրտը դավաճանություն է, թե չէ։ Քո համար դավաճանություն է։ Ես ինչի համար ես էլ ֆլիրտում։ Ես ֆլիրտվում եմ, որ մեկին կպցնեմ։ Ուրիշ նպատակ ունի ֆլիրտը։ Եթե ֆլիրտվում է ինչ-որ պետական կառույցում արագ ինչ-որ հերթ անցնի, խնդիր չկա, դավայ։ Հանգիստ արա։ Այդ դեպքում ֆլիրտը օգնում է։ Հա, ինչի՞ սենց ներողություն, ես պոլիկլինիկա եմ։ Չէ գնում։ Դες ֆլիրտվում հրավ հաճախ։ Սխալ էլի ֆլիրտ։ Չէ, եթե ինչ-որ Ներողություն, ես սենց ասեմ, եմ գնում։ Ոչ չգիտի ձեր։ Կներեք կարելի է ես։ Ալեցեք աշիկս այդ խնդիրը։ Տեսնենք այսօրվա մեր մասնակիցը արդյոք պատրաստ է հալեցնի Ռաֆոյի սրտի սառույցը։ Հետաքրքիր է, ողջույն, Սյուզի։ Բարև ձեզ։ Ներկայացեք, աշխատում եք, սովորում եք։ Ես Սյուզին եմ, 23 տարեկան, առաջին մասնագիտության պարուսույց եմ, երկրորդ մասնագիտության անգլերենի եւ գրականության մասնագետ եմ, նաեւ մանկավարժ, բայց տվյալ պահին աշխատում եմ որպես մոդել եւ SMM մասնագետ։ Հրաշալի։ Ռաֆոյի հետ աշխատել եք։ Ոչ։ Իսկ մի հարց տամ, դուք իմացել եք, որ Ռաֆոն է լինելու մեր հերոսը, դրա համար եք եկել, թե նոր եք իմացել։ Իրականում ես համաձայնվել եմ մասնակցել հաղորդմանը ու հետաքրքրությունից դրդված հարցել եմ իսկ ով է լինելու։ Իսկ տարիքային տարբերությունը օրինակ ձեր համար օքեյ է, որտեղ Ռաֆոն
30-ա։ Իրականում մինչև 10 տարի տարբերությունը իմ համար օքեյ է։ Ու ավելի լավ է մեծ լինի, քան թե փոքր։ Ինձ թվում է։ Իսկ սև հումորին ոնց եք դամ։ Ռաֆոյի Շատ լավ։ ամենի խոսքը սև հումոր է։ Շատ լավ, Էլ ինչ իրական։ հասկա։ Արտակնապես Ռաֆը ձեր համար գրավիչ է, թե ոչ։ Իրականում, հա, Գրավիչ է։ մանավանդ բարձրահասակ է, ես ավելի շատ բարձրահասակ տղաների վրա։ Մանավանդ երբ որ լողացած է շատ։ Շատ լավ։ Իսկ օրինակ ինքը ահավոր հումորով մարդ է, այդ հումորը ձեզ հարաբերությունների ընթացքում չի խանգարի, այսինքն որ ամեն մի բա փորձի sense հումորով շտկի։ Ինչ որ բանել հումորով շտկի։ Հա։ Ինչ որ բաց ամեն ինչն է աշխատում հա։ հումորով Դե շատ։ լավ, չեմ թեթևացնում է։ կարծում։ Հա, իսկականից։ Իրականում ի օգուտ իրան եմ ասում դա ես։ Հա, լավ։ ես ուշադրություն եմ դարձնում նաև հենց մարդու հումորի զգացման վրա, որովհետև ես բնավորությամբ մի քիչ ավելի փակ մարդ եմ, բայց եթե իմ կողքին լինի ավելի ազատ հումորով մարդ, ոնց որ ես հարմարվում եմ իրեն ու ձգտում եմ ոնց որ իր նման ավելի թեթև տանել ամեն ինչ, այսինքն հումորը տվյալ պահին իմ համար կարևորագույն հենց դերը։ Ես մի հատ հարց ունեմ։ Դավայ։ Ռաֆոն քանի որ շատ գովազներ ունի վիդեոներ նկարում, ժամանակի առումով շատ դեպքերում ինքը հասանելի չի լինելու։ Օրինակ, չգիտեմ, ինքը լինում է ազատ երեկոյան ու ահա որ հոգնած է լինում։ Այդ դուք դրան ոնց եք վերաբերվելու, այսինքն իրար հետ քաղաք գնալ, ման գալ, էլի կանի, բայց այն պրիդլոգով, որ մի հատ վիդեո նկարեք նոր։ Իրականում աշխատանքի բերումով ես էլ եմ շատ ծանրաբեռնված ու տվյալ պահին դիմացինից նույնպես չեմ կարող մեղադրել իր ծանրաբեռնվածության պատճառով։ Դրա համար ինձ թվում է պետքա հարմարացնենք, չգիտեմ, ինչ որ շաբաթվա մեջ գոնե 3-4 անգամ, չգիտեմ, տեսնվենք ինչ որտեղ գնանք ու on-line բնականաբար կապը պահենք։ Քանի որ, չգիտեմ, մինչ հարաբերությունները եթե մարդ ունենում է կարիերա, բնականաբար իրեն ընտրող մարդը պետք է արդեն համակերպի իրեն իմանալով, որ ինքը ունի տվյալ զբաղվածությունը ու հետագայում ինչ որ մեղադրանքներ, չասի, որ ինձ ժամանակ չես տրամադրում, ուշադրություն չես դարձնում, ի սկզբանե դու պետք է դա հասկանաս։ Իսկ ակտիվ ես Instagram-ում եւ որպես մանկավար, օրինակ եթե հետագայում աշխատես քո մասնագիտությամբ, դժվար չի լինի հումորային տեսանյութերում շատ նկարահանվել, օրինակ այդ մասով գուցե մանկավարժ լինելուն մի քիչ խանգարի։ Իրականում ես չեմ պլանավորում մանկավարժ դառնալ ընդհանրապես։ Ես ավելի շատ մոդելինգով եմ ձգտում զբաղվեմ ու հենց SMM-ով։ Իրականում Instagram-ում ես էլ եմ ակտիվ ու դրա մեջ ինչ որ բան չեմ տեսնում։ Հիմա որ sense խոսում եք, երևում է որ դուք ունեցել եք փորձ, որը տենց ինչ որ դասեր քաղել եք այդ փորձից։ Արդյոք ճիշտ եմ հասկացել ու եթե հա, ունեցել եք հարաբերություններ ու տենց լուրջ հարաբերություններ եւ այլն։ Ունեցել եմ հարաբերություններ, հենց հարաբերությունների ընթացքում ես չեմ ընդունում այն փաստը, երբ մարդ փորձում է փոխի դիմացինին, ի սկզբանե ընտրելով իրեն այնպեսին, ինչպեսին ինքը կա։ Նույն սոցցանցերում ես ակտիվ էի ու տվյալ մարդու ստերեոտիպներից ելնելով, ինքը ասում էր՝ մի նկարվի, մի գցի, ու ես դա չեմ ընդունում։ Դրա համար իմ դիմացինին ես կյանքում չեմ ասի՝ մի նկարվի, ինչ որ վիդեո մի գցի։ Երկար եք հանդիպել երկար։ Մոտ 2 տարի տևել է։ Դադարներով 2 տարի։ Բայց ես դա երբեք չեմ հասկանա։ Ինչ դադարներով։ Չէ, որ ասում են մի նկար, Հա, սահմանափակել է։ սահմանափակել է, հատկապես երբ որ Դու իրան հավանել ես, հոսում մորթա դիմաց կանգնած։ Հա։ Բայց եկեք հասկանանք, դուք խանդոտ եք եւ հայտնի մարդու կողքին լինելը արդյոք խանդի հավելյալ պատճառներ չի կարող տալ։ Իրականում ես խանդոտ եմ, բայց չափի մեջ անիմաստ խանդը ես չեմ ընդունում, այսինքն եթե լինի ինչ-որ սիտուացիա, ինչ-որ իրավիճակ, որ ես հասկանամ, այո, իսկապես տեղի կա խանդելու, դա երկրպագու չի, դա արդեն լուրջ ինչ-որ նամակագրություններ է, հաճախակի հանդիպումներ է բնականաբար, բայց անտեղի ինչ-որ լայքեր, ինչ-որ, չգիտեմ, թռուցիկ ինչ-որ Կարամ ֆլիրտ։ մի հատ օրինակ բերեմ։ Օրինակ ես ու Ռաֆոն իրար հետ ունեցել ենք հարաբերություններ,
Բայց բաժանվել ենք, հասկացել ենք, որ լավ ընկերներ ենք մնալու։ Այս օրինակ եմ բերում, ասես բան չի եղել։ Բայց շատ մոտիկ ընկերներ ենք։ Այդ դեպքում այդ պարագայում կխանդեք ինձ ու Ռաֆային։ Ոյ ոստված, էքսի հետ ընկերություն չկա։ Իմ Բայց տեսակետով չկա, էքսի հետ չկա։ ես շատ կտրուկ եմ այդ հարցով։ Էքսի հետ Ես կարծում եմ, որ կա։ Ենթադրենք նայ, իսկ սենց ենթադրենք Նինան էլի իրոքից ուղղ արդեն ընկերներ են Ռաֆոյի հետ, բայց Նինան արդեն ունի կողակից, այդ դեպքում օքեյ չէ։ Այդ դեպքում օքեյ եմ, բայց այն դեպքում չէ։ Այն դեպքում չէ։ Չնայած ամեն ինչ կարա լինի։ Չէ, երևի օքեյ չեմ։ Ամեն դեպքում այդ մարդիկ իրար հետ ունեցել են զգացմունքային պատմություն։ Չէ, ես էլ օքեյ չէ, ես էլ դեմ կնեմ, ես կխանդեի։ Ես անկեղծ կխանդեի, ես պրոստո։ Դե լավ համաձայնում ես ես sense որ պատկերացրեցի։ Չէ, ես հենց նոր հասկացա, որ ներվերից կասել։ Շատ հենց այդ է, ավելի շատ ոչ թե խանդի գործոնն է, այդ նյարդայնությունն է։ Ամեն դեպքում պատմություն են, չէ, իրար հետ ունեցել։ Դե հա, անցյալ են ունեցել։ Կամ օրինակ որ նստեն իրար հետ խոսան ինչ-որ բաներ ու դու անտեղյակ լինես, Ոյ, երրորդ ավելորդ։ Կսպանեմ։ Բայց ես մի հատ հարց ունեմ։ Ավելի երկու հարց ունեմ։ Առաջի հարցը, որ դուք ասացիք մոդելինգով եք զբաղվում ու հետաքրքրված եք դրանով։ Ենթադրենք ձեր Ռաֆոյի հետ ամեն ինչ ստացվում է ու Ռաֆոն ձեզ ներգրավում է իր վիդեոների մեջ, որոնք հումորային են ու հումորը ինքնին մոդելինգի հետ ես չեմ օրինակ պատկերացնում այդ համադրությունը։ Այսինքն եթե հումորով սկսեք զբաղվել հումորային վիդեոներում երևակ, մոդելնի ինչ որ առաջարկները ինձ թվում է կպակասեն։ Իրականում ինձ չի թվում, որ կպակասեն։ Տարբեր բնագավառներում, չգիտեմ, մարդ կարա իրան դրսևորի։ Տարբեր ձևերով ներկայացնի իր սեփական ոճով ձևով, այնպես որ կոպիտ ասած համու հոտ լինի։ Ու դու քո կերպարը ստեղծես համեստեղ, ամենտեղ, ինչ որ կապ կլինի, ինձ թվում է։ Ես իմ գլխավոր հարցը։ Հա, քրաշները։ Ես բոլորին այս հարցը տալիս եմ, քո 3 համակրելի հայ կամ ոչ հայ աստղերը։ Իրականում շատ փոքր տարիքում եմ ես քրաշներ ունեցել ու չգիտեմ Nickelodeon-ից, Disney-ից այդ դերասաններին առաջի քրաշը եղել է Big Time Rush տելեֆոն որ կար Logan-ը բնականաբար sense Ռեժիմ ազերով։ Չէ, Logan-ը ռեժիմ։ Big Time Rush, հա, 4 տղան որ երկում են։ 4 տղաները։ Logan-ը սև մազերովն է։ Սև կարճ մազերով sense պուպսիկ դեմքով։ Հա։ Ինքներ, երկրորդը շատ տարօրինակ է, բայց փոքր ժամանակ ես սիրել եմ Բրիգադա այդ սերիալը Սերգեյ Բիզրուկովին։ Հա, բայց չի ախա, ինչի է տարօրինակ։ Չգիտեմ, ես ասում են, դու փոքր ժամանակ ինչ ես Բրիգադա նայել։ Չէ, ես բա երբ նայել փոքր էի այդ ժամանակ։ Հա, դա էլ կա։ Ես էլ եմ նայել 2 անգամ ու ավելին ասեմ, երբ որ բրիգադան ավարտվել է, այնքան տրաուրերի մոտ 4 օր տանից դուրս չեմ եկել, լացում էի անընդհատ, չէի ընդունում այդ փաստը։ Եվ երրորդը։ Եվ երրորդը որ ասեմ, այդքան քրաշը, որ իր մարդ տեսակը, չգիտեմ, Բաստան երևի։ Հա, Բաստան, իր վերաբերմունքը կնոջ հանդեպ, չգիտեմ, թեկուզ երկերի միջև տողերը ինձ ոնց որ իր այդ մարդ տեսակը ինչ է գրավում։ Շնորհակալություն Սյուզի ջան, մենք դեռ կհանդիպենք, դուք պատրաստվեք ժամադրությանը, իսկ մենք հրավիրենք հաջորդ թեկնածուին։ Մեր արդեն երկրորդ մասնակիցը այստեղ է եւ մենք պատրաստ ենք հարցախեղ տանել նրան, բայց միջև այդ կարող եմ մի հատ բան ասեմ, ընդհանրապես կապ չունեցող ոչ ձեր հետ ոչ բան, ուղղակի հենց նոր մտքիս եկավ, ես իմ զգացմունքները սիրում եմ արտահայտեմ, քանի որ սա էլ տոնական եթեր է, ես իմ զգացմունքները արտահայտեմ, հենց նոր ես հպարտացա ինչով, որովհետեւ ես Զարային շատ շուտվանից հետևել էի, երբ որ ես հայտնի չէի, ու հիմա այնքան հպարտա, որ քո հետ վարվում եմ մի հաղորդում։ Անկե փոխադարձա։ Հա, գիտեմ, բայց ես 2018 թվականից քեզ հետևում եմ։ Ու ասենք որ կանանց խմբից, ես էլ Նինան էլ կանանց խմբից, այո։ Էստա զուտ ասեցի, նոր հենց եկավ, որոշեցի ասեմ, Զարային շատ սիրում եմ ես։ Փոխադարձա։ Բարև ձեզ։ Անի ջան, ինչպես եք։ Լավ դուք։ Լավ, շատ գեղեցիկ եք ու շատ սենց հավես փորփորիկ հագուստ եք։ Եվ կոնտրաստ կա նախորդ հյուրի հետ, ինքը ավելի մուգ գույների մեջ հագուստներ։ Չորնի բել։ Այսօր հարավոն ընտրելու է սև եւ սպիտակի միջև։ Իսկ ինչով եք զբաղվում։ Սովորել, ավարտել։ Ես բուն մասնագիտությամբ գեղանկարիչ դիզայներ եմ։ Հիմա աշխատում եմ որպես երգչուհի, մոդել։ Որտեղ եք ավարտել։
Տերլեմեզյան։ Օ, Տերլեմեզյան, Տերլեմեզյան։ օքեյ։ Շատ Ոնց հետաքրքիր։ եղավ մասնագիտական ընտրությունը, ինչու հենց այդ ուղղությամբ գնացիք, որովհետև կան մասնագիտություններ, որոնք որոշակի տաղանդ են ենթադրում, մի քիչ ավելի շատ, քան օրինակ մյուս մասնագիտությունները։ Մանկուց վոկալով զբաղվել եմ, շատ սիրել եմ, բայց որպես հիմնական մասնագիտություն չընտրեցի, քանի որ նկարչությունը ավելի շատ էի սիրում։ Բայց հետո երկուսն էլ երկու մասնագիտություններն էլ արվեստի հետ կապ ունեն, այսինքն դուք արվեստագետ եք, կարելի ասել, եւ Կարելի է արվեստը գնահատող մարդ եք։ Ես ինձ հետաքրքիր է դուք Ռաֆոին ճանաչում եք որպես ինֆլուենսեր, բլոգեր, Հա, հետևում եմ TikTok-ով։ TikTok-ով, Instagram-ով չէ։ Շատ հետաքրքիր Բայց է։ նախնական բաներ ավելի հետ։ Այո, շատ։ Դասեք ինչ է դուր չի գալիս Ռաֆոյի կոնտենտի մեջ։ Անկեղծ։ Հալրիվ անկեղծ, Ռաֆոն շատ adekvat է ընդունում։ Խնդրում եմ դուրը փակեք, Ռաֆոյի ներս չթողեք։ Բայց Ռաֆոն չէ, անկեղծ շատ adekvat ընդունում է կրիտիկա, մենք էլ իր անկերներն ենք հաստատում ենք։ Չէ, ինձ ամեն ինչ դուր է գալիս, ուղղակի Instagram-ի հարթակով այդքան շատ ակտիվ չեմ, իսկ TikTok-ով նայում եմ վիդեոներ, հետևում եմ։ Դուք ակտիվ չեք Instagram-ում, բայց հասկանում եք, օրինակ, եթե ամեն ինչ ստացվի ձեր եւ Ռաֆիկի մոտ, այդ ակտիվությունը լինելու է, արդյոք պատրաստ եք ակտիվ Instagram-յան կյանքին, թե ոչ։ Պետք է մտածեմ։ Օ, Նայեք, դուք գիտեիք, որ Ռաֆնա հյուրը լինելու, թե չէ նախապես։ Գիտեի։ Մի քիչ ակտիվ գործունեություն, դա չեմ ուզում ասեմ պարտավորեցնող է, որ եթե կողակիցդ հայտնի է, դու եւս պետք է լինես հայտնի, ոչ, դա անձնական ընտրության հարց է, բայց ձեր դեպքում, եթե օրինակ կարիք լինի նկարվել Ռաֆի հումորային վիդեոներում, մի քիչ ավելի հայտնիություն ձեռք բերեք, մի քիչ էլ անկախ ձեր կամքից։ Ինձ թվում է կհամաձայնվեմ։ Հա, բայց ախր օքեյ է դաժե որ մարդը չնկարվի։ Այնքան հիմա բլոգերներ կան, Չէ, անունները տան, որ Ռաֆը- հարաբերության մեջ են, բայց չկա կողակից։ Ռաֆը ասաց, որ իր համար կարևոր է, որ նկարվի կողակիցը, եթե ճիշտ եմ հիշում։ Բարբերաբար միգուցե հա, ինչ որ չգիտեմ, ամիսը մի երկու ռիլում երևա, դա օքեյ, բայց ձեր համար ծիծաղալի են Ռաֆի ռիլերը։ Հեսա կարևոր է Ռաֆի համար։ Ես արդեն մի քիչ ձեր անձնական կյանքից հարց տամ, նախ կասեք 3 հայտնի շոու բիզնեսյան աստղերի ում համակրում եք որպես քրաշ, էլի, կամ հայկական կամ ոչ հայկական շոու բիզնեսից։ Եկեք հայկականից ասեմ, Խորեն Լևոնյան, Սոշ Ջանիպեկյան ու երևի Գոր Հակոբյան։ Okay. Ես կարող եմ իմ celebrity crush-երին ասել, տոնական եթեր է, չէ՞։ Միշտ ուզել եմ ասեմ, իմ top 3-ն են, առաջինը Արթուր Ալեքսանյան, երկրորդը Յուրա Մովսիսյան, սպորտսմեններ։ այո, եւ երրորդը ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյան, որը բավոց չեմ տեսել, եւ իմ 3 այսպես հայտնի հայերն են, որոնք իմ համար գրավիչ են իրենց կերպարով։ Արթուր Ալեքսանյանի հետ համաձայն Եվ ինչպես նկատեցի Գյումրեցի տղամարդկանց հանդեպ հատուկ վերաբերում։ Ռաֆոն Գյումրեցի է։ Եթե նախկին հարաբերություններից խոսենք, նախ սկսենք այնտեղից ունեցել եք նախկին հարաբերություն, թե ոչ։ Ունեցել եմ վաղ տարիքում քոլեջի ժամանակներում առաջին երկրորդ կուրս։ Այս Ու վերջ, առաջին ու միակ հարաբերությունն է։ այսինքն տեն շատ լուրջ ինչ որ հարաբերություն կարելի է չանվանել։ Չէ, մանկական առաջին սեր։ Իսկ դուք հարաբերությունների մեջ եք, ասես շատ հանգիստ, հա։ Իմ շրջապատի իմ հանգստությունն է սիրում։ Իսկ Ռաֆիկի կողքին անհրաժեշտ է շատ հանգիստ մարդ, որովհետև Ռաֆիկը գեր էմոցիոնալ է։ Բայց ես դրա հակառակումն եմ ուզում ասնել, Ռաֆոն որ այդ գեր էմոցիոնալ է ու ինքը հա զբաղված է, օրինակ դա ձեր վրա չի ազդի։ Եթե ես ստանամ ժամանակ, ուշադրություն, ու ինձ բավարարի այդ ուշադրությունը, չէ։ Բայց մի քիչ հարաբերական է բավարար ուշադրություն ասվածը, ամեն մեկս յուրովի ենք ընկալում։ Ինչ ասել է ձեր համար բավարար ուշադրություն, ինչ պետք է լինի, որ դուք ասեք սա բավարար է։ Դե օրվա ընթացքում օրինակ կապի մեջ լինենք, տեղյակ լինենք իրարից, աղջիկների մոտ լինում են նաև էմոցիոնալ շրջաններ։ Դենց Օրինակ Ռաֆիկը ունի տենց հատկություն, երբ որ օրինակ
մի հատ օր է գալի, որ ինքը պետքա բոլորից կտրված լինի։ Զանգում ես, չի պատասխանում, գրում ես, չի պատասխանում, արդյոք դուք պատրաստ եք տենց ընդունեք մարդուն հարաբերությունների, որովհետև ես ինքս չեմ սիրում տենց բաներ։ Ես Այսինքն ինչ որ պահի պետքա իրան հանգիստ տալ։ հա, բայց ինձ շատ կտրուկ է դա լինում, ոչ զգուշացնում ոչ բան, ինչ որ մի օր Ռաֆոն անհասանելի է ամբողջ օրը։ Դա Ռուբոնից թվում է կփաստի, որ ջղայնացնում է պահի տակ։ Բայց ես կարծում եմ ոչ թե մարդա պետք է որ ոնց որ օքեյ կտանի դա, այլ նենց մարդա պետք, որ սուր բռի մեջ կպահի Ռաֆոն։ Դե լավ 30 տարի չկարողացան, հիմա պետք է Դե անեն։ հա, քիչ է որ։ Ոնց թե ուզում ես մենակ մնաս։ Կողակից պետք չի, որը որ հենց մենակ լինելու պահին ուզեն միասին մենակ լինել։ Ձեր կարծիքը։ Ես ինքս ունենում եմ տենց օրեր, որ պետքա բոլորից կտրվեմ ու մենակ լինեմ, լրիվ հասկանում եմ ու եթե այդ պահն է, որ իրան իրոք պետքա չանհանգստացնել, ես հարգում եմ։ Օնին ինձ հանգիստ եք խոսում, ինձ խաղաղ եք խոսում։ Ու մենք երեքս։ Մենք ուզում ենք կերտ բռնենք։ Իսկ օրինակ մի հատ անկեղծ կարծիք այտնեմ, կներեք իհարկե։ Ինձ թվում է այդ հանգստությունը Ռաֆոին ներվայնացնելու է։ Հա։ Դե բայց կարող է հանդիպեն Ռաֆոն ուսի այ ես խաղաղություն եմ ես փնտրում, որովհետև Ռաֆոն հանուն արդարության ասեմ անտանելի խառնա, ոչ թե գործի առումով, այ ուղեղի իր մտքերի առումով շատ Կայս մի քիչ բարձրացնեմ։ շատ խառը մարդ է ու իրան պահի տակ պետք է այս խաղաղությունը, բայց արդյոք կարող է հոգնածնի թե չէ, դա արդեն կիմանանք դեյթերի ժամանակ, որովհետև մենք բոլորս ուղևորվում ենք դեպի ժամադրության։ Իմ ձեռքերում կանաչ եւ կարմիր դրոշակներ են, ինչը նշանակում է, որ ես եկել եմ այսպես կոչված դեյթի եւ բերել եմ հետս երկու ավելորդների, որովհետեւ երրորդ ավելորդը ես եմ։ Սկսվում է ձեր դեյթը։ Ռաֆո եւ Սյուզաննա, ես որպեսզի ձեր այս լարվածությունը հանեմ։ Մենք լավش չենք։ Սյուզան մի քիչ լարված է։ Սյուզի լարվածը դրա համար ես կերքեմ։ Ես կերքեմ, որ Պարուսույց է Սյուզին։ Դստամբուլա բադա է, դստամբուլա հրավիրի բարի։ Ռաֆո։ Չէ, բարի։ Դստամբուլա բադա է, դստամբուլա բադա է։ Դե ինչ եք։ Խնդրում եմ։ Լավ, ուրիշ երկը երկեմ։ Magic moment։ Ավելի անհարմար սակեց էլի։ Լավ։ Չեմ խալու։ Կլիսուզ մնացես մարդիկ խոսան։ Ռաֆոն եմ, Սյուզի, շատ հաճելի է։ նմանապես։ Հələ պատմի քեզնից մի քիչ պատմի լի։ Չէ, բամբասվել պատմեք, մենք էլ Հա, չէ, ավելի շատ բամբասվելի է եկել։ Հələ պատմի, ինչ կա։ Բան չէ։ Չէ, ինչով ես զբաղվում։ Առաջին մասնագիտությամբ պարուսույց եմ, բայց չեմ աշխատում իմ մասնագիտությամբ, երկրորդ մասնագիտությամբ անգլերենի մասնագետ եմ ու մանկավար, էլի չեմ զբաղվում իմ մասնագիտությամբ։ Հələ որ լավ է։ Զբաղվում եմ Ինձ էլ։ Դա խոսեցեք ես մագարից։ Զբաղվում եմ մոդելինգով, նաև SMM մասնագետ եմ։ Մոդելինգով, այսինքն նկարահանվում ես։ Այո։ Հա, ինտիրա, շատ ինտիրա։ Ես դե երևի գիտես, հա, ինչ։ Շատ վաղուց գիտեմ։ Ֆլատ, Ռաֆիկի։ Ինձ երևի գիտես։ Հումոր արեց։ Ես ասեցի ինձ երևի գիտես ինչով եմ զբաղվում։ Հա, լավ, կանաչ ֆլատ։ Ինչ է, լավ, կրուտիտ է կավայ, դու էլ ալա։ Ես որ խնդրեմ կփոխանցես իմ կանաչը։ Ես լավ, շարունակեք։ Դե չէ, դե եթե մարդը SMM մասնակետ է մանավանդ, հաստատ ոնց էլի ինչ որ միտեղ դիտարկել է ինձ հետ համակարգ։ Գրելա չես պատասխանել։ Չեմ պատասխանել կամ էլ գրվել է կռվել ենք, հետ եմ Չէ, փոխանցել տենց փողը։ դեպք չի։ Իսկ այսինքն քեզ օքեյ է, որ օրինակ քո կողակիցը մի քիչ ճանաչելիություն ունենա։ Իմ մասին չի համար խոսքը։ օքեյ է։ Իմ համար օքեյ է։ Ընդհանրապես սահմանափակումներ չունի ինչ մասնագիտություն կլինի։ Կարևորը մարդկային արժեքները համապատասխան լինեն ինձ։ Շատ լավ։ Մի քիչ ես sense մի տարօրինակ բաներ կասեմ։ Ես կողմ եմ, որ հարաբերություններում լինի մաքսիմալ հավասարություն։ Ես էլ եմ կողմ։ Ասեմ, այսինքն ես որպես տղամարդ չունեմ պարտականություններ, դու որպես կին չունես պարտականություններ։ Այսինքն չկա ինչ-որ հատուկ ինչ-որ բան, որ դու պարտավոր ես սենց անես, որտեղ կին էի։ Դի որն է, օրինակ բեր։ Օրինակ բեր։ Օրինակ, հիվանդ եմ, գա խնամի։ Ինքը հիվանդ է, ես գնամ խնամեմ։ Չէ, սերով պայմանավորվածը որն է։
սերո պայման։ Այսինքն որ Ռաֆոն հացուցի ասել, ամանները լվանա ինքը։ տան մաքրել է, չգիտեմ, կամ ինչ որ ճաշ պատրաստել է, պարտադիր չի որ ես անեմ։ Հա։ Կարա նաև ինքը օգնի կամ հակառակ ինչ որ գործ, օրինակ հոսանքը կարամ ես Մուտը։ սարքեմ։ Մաման է շատ բաներ կարողանում սարքի։ Պապան էլ է կարող, պրոստը մաման է անում։ Բա դու խես վայնանում ուզում հասկանալ։ Ինչ ա եղել։ Որտեղ դա պարտավորվածություն Քեզ չի կարելի համարել։ Դա նորմալն է։ Նա շատ դեպքերում ասում են Ուահ, X գործը ի՞նչ արա, ա որովհետև կին ես։ Երկուսն էլ հավասար հոգնած Օրինակ եկել կա է։ տղամարդ, որ ինքը նույնիսկ իր ամանը չի լվանա կամ ինչ որ բուտերբրոդ չի սարքի, որ դա էլ է նորմալ։ Բայց ես բացատրեմ ինչի սենց ասեցի։ Մի անգամ սենց դեպքեր եղել, ես շատ ծառավ էի ու քայլում էի իմ աղջիկ ընկերներից մեկի հետ, պուլպուլակը տեսա, ուզեցա ջուր խմեմ, ինձ ասեց ջենտլմեն եղես, ինչի ես խմեմ։ Բայց ես էի շատ ծառավը։ Նախատես չի եղել այդ Ոնց որ այդ պահից սկսած մի հատ թեմա բռնկվեց իրար հետ, որ դու տղա ես, պետք է զիջեիր, բան եւ այլն, ասում եմ, հա, բայց դա ընդհանրապես ծառավություն էր ու դա ֆիզիոլոգիա էր, այսինքն այդտեղ ոչ մի ձև ես ոչ մի ինչ-որ վատ բան չեղա։ Դե հենց այդ է շատ հարցում ես օրինակ կներեք որ ասում եմ, այդ կարծրատիպերին հետևում են ավելի շատ աղջիկները, քան թե տղաները։ Ես ու Հասարակության մեջ է եղի ապրում, չգիտեմ։ Իսկ բայց դու օրինակ ինչ-որ պահանջներ ունես, ըստ քեզ օրինակ քո կողի տղամարդու։ ես ավելի շատ սիրում եմ որ ուշադիր են լինում, այսինքն յուրաքանչյուր մանուկ, չգիտեմ, ես այսօր մազերս սենց եմ արել, ասի վայ սիրունա կամ չգիտեմ, սիրուն չինենց ավելի լավ էր։ Ուշադիր լինի իմ նկատմամբ։ Իսկ եթե դա ակնհայտ նկատելի փոփոխություն չի, օրինակ տակը ստորակ է տեսարել, դա չի հասկացվում այդ բանը։ Կներեմ, լավ, սկզբնական շրջանում կներեմ, հետո կարողանամ։ Հետո մի քիչ կկուտակեմ, մի շաբաթ հետո սկանդալ չի կլինի Բայց բուջուրի։ ուշադրությունը նաև առանց առիթի ծաղիկներ նվիրել։ Առանց առիթի ծաղիկներ ոչ միայն ես տանեմ, այլ նմանատիպ ինչ որ վերաբերմունք, օրինակ չգիտեմ, կինոյի տոմսեր ես առանց առիթի ինչ որ նվիրեմ, տենց անակնկալ փոքրիկ ինչ որ Դա բաներ։ Ռաֆոին այնքան նվեր են տալի գովազդների ցավ տալու է քեզ, так что Նվերնի Ես համաձայն։ Չէ, դա red flag, սև կարմիր դրոշակ ինչի, որովհետև նվերը չեն նվիրում։ Նախ նվեր չի, այդ պրոդուկտը տալիս են Մարդը գովազդելու, համաձայն է։ տալիս է իրա։ Քեզ ինչ։ Մատ ասեց հա իստիս։ Ես Հա բայց ասացի ինձ սեմ- օրինակ ուղարկել էին կոսմետիկա, որը ես գովազդեմ ինչ պետք է անեի այդ կոսմետիկան։ Դա Հա, ուրիշ, դու բայց- շօգտագործեցի, բա մնացած։ Ես օրինակ անկեղծ չեմ հասկանում, որ օրինակ լինում է ես ինչ որ մեկին ուզում ծննդյան նվեր առնեմ, ես գրում եմ տվյալ էջին ուզում առնեմ, ասում են մենք ձեզ դա կնվիրենք, ես ամաչում եմ, ասում չէ, ես ուզում գնեմ, որովհետև ես դա ուրիշին եմ նվիրելու։ Այսինքն ես այդ բարտերային համագործակցությունը չեմ ուզում համարեմ ուրիշին նվեր։ Դա է ասած։ Դա քո անձնական ինչ որ Կարծրատիպերն է, դա իմ խնդիրն է։ Դա քո սուբյեկտիվն Նա լքի էլի խնդրում եմ։ Օբյեկտիվորեն ես օքեյ եմ, եթե մի բան ինձ ծրի կտան, դեբիլ եմ, ինչ եմ։ Իսկ լավ, սենց խոսած ենք, դու ո՞նց ես վերաբերվում բամբասելուն։ Շատ լավ։ Ինձ սենց ասած։ Ոչ լավ, ես չեմ հավատում, կներեք որ խառում են այն մարդկանց, ովքեր ասում են, «Օ, ես չեմ բան»։ Ասենք ոնց կարելի։ Յուրաքանչյուր Իմ համար խոսակցություն red ինձ flag է։ թվում է Իմ համար այդ է։ բամբասանքա, ինչ որ չափով։ Չարախոսելը չէ, որ Աղջիկը սուրբ է։ Իսկ սև սուրճին ոնց ես Ես վերաբերում։ սև դառը սուրճ օրը մինիմում 5 անգամ խմում եմ։ Բրավո, առաջարկություն արա։ Ես Որ հասկանաս, ուրա։ Իսկ Իմիջայլոց ես էլ եմ կոֆե ուզեցել այտենց բան անեմ, բայց հետո նու տատուիրովկաներին ասացի լավ։ Մի քիչ ուղեղս հասունանա նոր կան։ Հա, չի, մի չի ասունացե, հանգիստ արա տա։ իսկ սենց մի հատիկ պահա ելնելու չէ, միշտ իր հանդիպումների ժամանակ այս արնելու։ And yours friend Steve։ Ոնց ես նայելու։ Սենց աճած վիսկա միշտ լինելու է։ Խոսած է, ես չեմ խանգարում։ Ինչ են մցել այդ ներ։ Չէ, դա էս չի լինելու, այս էս է լինելու։ Այս էս է։ Ոնց Իմ դեպքում տես։ Բայց իրոք մի արել ես։ գացի, եթե ինչ ես նիարել եմ։ 24 կիլո, տարական է։ Իսկ դու ոնց ես վերաբերվում, որ ես ունեմ աղջիկ ընկերներ։ Ես շատ նորմալ եմ Այսինքն ես վերաբերվում։ կարող եմ գնամ դաժան իրաց տունը գիշերը եմ կամ Իմ համար սուրճ եմ։ օքեյ է, այդ որտեվ ես էլ ունեմ իմ ընկերական շրջապատում շատ տղա ընկերներ ու ես ընդունում եմ այն փաստը, որ աղջիկը կարող ունենա տղա ընկերներ, տղան կարող ունենա աղջիկ ընկերներ ու դա լինի միայն ընկերական հարաբերություններ, շատ ջերմ Չէ, մերը միայն ընկերակ չէ ինչ-որ։
Չէ, մենք Զուտ ընկերներ ենք։ Երեք էսող ես եթերի Ժոտ էս աղջկա մի հատ հանգստացնող տվեք։ Չէ, կատակում, հա, իրականում ունեմ աղջիկ ընկերներ, այտենց դասավորվել, որ աղջիկ ընկերները ավելի վստահել են իմ համար։ Մաքսիմում 2 տղա ընկեր ունեմ, Իտո ինչ-որ ժամանակ հատված հետո ինքը չի լինելու։ Նույնիսկ ես ավելի շատ տղաներին եմ վստահում, քան թե աղջիկներին։ Իսկ թվում է այտենց անգերության մեջ սերերը տարբեր իր ավելի շատ են վստահում, չգիտեմ։ Իսկ դու օրինակ բան կանես, կփորձես ընդհանուր կռուպ սարքես։ Իրականում կփորձեմ ծանոթացնեմ, եթե շփումը ստացվի, միայն ուրախ կլինեմ, որ իմ տղա ընկերները իմ կողակցին ճանաչեն, ընկերություն անեն։ Բայց եթե օրինակ իրանց շփումը չստացվի, ես չեմ պարտադրի, ասեմ, վայ իմ ընկերների հետ ընկերություն արա, իրար հետ տեղ գնա, իրա որոշումն է, երկու կողմերի որոշումն է։ Դա դեշ։ Դա պատասխաններ է տալիս։ Սենց ասեմ, ոնց որ ավելի շատ բանը ինքը պետք է ընտրի, ուզում ա, էսի թե չէ։ Բայց իրականում ես ասեմ, ես ձեզ գիտեմ դեռ հենց այն ժամանակից, երբ որ դուք մոլում աշխատում էիք։ Ու ես ձեր առաջին իսկ հետևորդուներից մեկն եմ եղել։ Իսկ եմ որ 1700 հոգու պետք է տանի ռեստորան էդի հիշում ես, թե չէ։ Այդ չեմ հիշում։ Ես հիշում էի, որ լայվի ժամանակ Stranger Things-ով սենց հուդի էի քաղել, Pull & Bear-ից էի արել։ Ես էլ դուք էլ ունեիք, ասում եմ, սենց գնացել եմ մամայից ցեմտել, մամնայ, իմ հուդից եկել, ու տենց չգիտեմ։ Քո top 3 սերիալները կասես սիրված։ Իրականում այդքան սերիալներ չեմ սիրում նայել, որովհետև Ամշատ ֆիլմեր եմ սիրում դիտել, քան թե սերիալներ, որտեղ կենտրոնանալու հետ ոնց որ խնդիրներ ունեմ, չեմ կարող կենտրոնանամ, սերիալ նայեմ։ Ամենասիրածը հենց Stranger Things-ն է, ամշատ սիրում եմ fantasy ու horror այդ ոճի մեջ։ Երկրորդը երևի Charlie շոկոլադնոյի ֆաբրիկան եմ շատ սիրում։ Դե որ լավ է։ Ու երրորդը Winx։ Ռաֆոնա։ Մենք ուժեղ ենք միասին։ Ամսով ինչ ես։ Կշարք։ Գնացովի գալացովի եք։ Այո։ Ես աղնավոր եմ, իմ հետ բոլորը լավ են, բոլորը Իսկ զնակները մի լավ հատ են, ես ինքը օրինակ ընդհանրապես ֆիլմ չի նայում, դա օքեյ է ձեզ։ մեկի երաժշտություն չեմ սիրում։ Երգ չի լսում, ներվարանումա ցանկացած երգից, որ իա կողքը միացնեն ու ֆիլմ չի նայում։ Նայում է տարօրինակ հիմար սերիալներ 80-ականների, 90-ականների նկարած ու վсё։ Ունեմ։ Բայց Մոնտանավատնա, Ֆրենցը վատնա։ Բայց ես Սեխանում Անտանան ես էլ եմ նայում, մինչև հիմա։ И лимузин под окном. И модные одежды без счета. Но Но только вот никто не знает о том, что это ты простая девчонка. В глазах друзей ты живешь как все, но втайне ты суперзвезда. Սուսկելեմ։ Երեք Լավ։ ընդհանրապես չեմ ուզում ես դեյթը ավարտվի, երթվում եմ։ Բայց ավելի լավ չի այստեղից դուրս լինի Ես դեյթ։ ուզում եմ այստեղից դուրս լինի, ես հույս ունեմ, որ մենք կտեսնենք քեզ շրջապատում ինչ որ միտեղ։ Դրա համար ես ավարտում եմ այս դեյթը, համը թողնում եմ բերանների մեջ եւ անցնում ենք մեր երկրորդ դեյթին։ Երկրորդ ժամադրությունը արդեն կարող ենք ասել մեկնարկել է եւ Ռաֆը շատ հավես ինձ մանրուկ նկատեց, չնայած այդքան էլ մանրուկ չէր, երբ որ եկավ գեղեցկուհին անցավ, ասեց պարֆյումի հոտը ու իրոք հրաշալի պարֆյում եք օգտագործել, մենք էլ ենք զգացել այդ հոտը։ Ռաֆին մի հատ sense կանաչ Շատ լավ պարֆումը խոսում է նաև լավ ճաշակի մասին, էլի։ համաձայն եմ։ Կողրից որ։ Քո ճաշակը ոնց է։ Ու իմ վրից որ լվացքի փոշու է գալի։ Մի անգամից սկսում եմ կարամ չէ՞ մի քանի հարցեր տամ։ Ես ավելի շատ սենց հարցեր եմ տալիս, որ հասկանամ, օրինակ իրար հետ կարող ենք օրինակ շարունակել, թե չէ։ Առաջինը ես ուզում եմ իմանալ, ես ահավոր աշխատասեր մարդ եմ, ահավոր շատ եմ աշխատում ու երբեմն նաև դեռ որ զուգընկեր որպես այդպեսին չի եղել, բայց ընկերներիցս վեր եմ դասում աշխատանքը, եթե կարիքը լինում է։ Այսինքն ես կարող եմ ինչ-որ միտեղ չգնամ, օրինակ ընկերոջս առիթին ինչ-որ գնամ աշխատանքի։ Դու ոնց ես վերաբերվում դրան։ Մենք այդ հարցով իրար շատ նման ենք, որովհետև ես էլ նույնպես շատ աշխատասեր եմ, զբաղվում եմ 24/7 ինքնակրթմամբ, ինքնազարգացմամբ։
ու շատ է լինում, որ ինչ-որ առիթները բաց թողնեմ աշխատանքի պատճառով։ Լավ, ինչ-որ ես չենք տենալու մի խոսքով։ Չէ։ Բանը, կստացի ես ինքնակրթմամբ չեմ զբաղվում։ Մոտավոր 3 տարի է ոչ մի բանով չեմ զբաղվում, բարես ուղի իմաստով, որովհետև հոգնել եմ, այսինքն ես ավելի շատ հիմա կոպիտ ասած ամրապնդում եմ այն ինչ ունեմ, հիմք եմ ստեղծում, հետո արդեն որ նորի ժամանակ լինի, ինքնակրթվեմ։ Իսկ մասնագիտությամբ ով ես։ Գեղանկարիչ դիզայներ, երգչուհի, ֆոտոմոդել։ Այսինքն արվեստի մեջ ես։ Հա։ Իմ ոլորտից ես, էլի, ես ինձ արվեստագետ եմ, էլի համարում։ Իմ ոլորտից ես, էլի, TikTok-ներ եմ անում ես։ Իսկ ո՞նց ես վերաբերում նրան, որ ես TikTok-ներ եմ անում։ Շատ լավ, շատ դրական։ Հա, իսկ ինձ հետևել ես, գիտես, ճանաչում ես։ Instagram-ում չի հետևում։ Հա, ոչ, կարևորը գիտի։ Մի ասեք։ Ինչի՞։ Թե մի այդ 280-ի մեջ, 280,000-ի մեջ, ոչ, մի օր քիչ երևա։ Ինչ ոտնեինք, բայց ինչի ասեցինք։ Իա, բա պետք է մի անգամից իմանալ։ Որովհետև ձեզ համար դա կարևոր է, իսկ ինձ համար ոչ։ Ես ուշադրություն չեմ դարձնում։ Իրանք ուղղակի այդպես մանրուքային բաների ուշադրություն են Է, դարձնում, հանգիստ է։ Մերկանտիլնի են, էլի, իրանք ավելի շատ։ Իսկ դու քո կողակցից ինչ ես սպասում։ 3 բան, որ սպասում Նույն ես։ հարցը ես եմ ուզում քեզ տամ առաջինը։ Ես քո հարցերը լսեցի։ Հենց։ Այսինքն ես ասեմ լավն։ Ես ամենաշատը սպասում եմ, ես sense կասեմ, ես եմ սպասում ուշադրություն, ես եմ սիրում, որ կողակից իմ հանդեպ ուշադիր է լինում, նույնը սպասում եմ նաև իմ ընկերներից, բայց կողակցից առավել եւս սպասում եմ։ Օրինակ, եթե վիդեո եմ գցում, ես առաջի կոմենտ ուզում եմ իրանից լինի։ Բայց ինձ պետքա զանգես զգուշացնես, որովհետև ես չեմ Պետք է уведомление դնես, որ հենց բերի գցի։ Դες լավ էր։ Տարբերակ։ Չէ, դες եթե չեղա որ ուշադիր ես, զանգեմ զգուշացնեմ, թե դու եք զանգես կզգուշացնես ուշադիր կլինեմ։ Համաձայն եմ։ Չէ, իրականում ուշադրությունը ամենակարևորներից մեկն է, ու մեկ էլ ես իմ կողակցից սպասում եմ ուղիղ խոսալ։ Ես այն մարդն եմ, որ ես դրամաներ չեմ սիրում, ու եթե ինչ-որ խնդիր կա այդ պահին, ես սիրում եմ դա խոսեմ։ Մենք կարանք այդ պահին դա չխոսենք։ Ինքան դրամա անուղա։ Չէ, շատ հետաքրքրված, այս լավ, ուզում եմ ինձ ասել չլսեիք, բայց ոնց որ շատ հետաքրքրված չլինեք եւ շատ էնտուզիազմ չկա, թե դա ձեր ավելի մարդ տեսակն է։ Դե ոչ ամեն օր կամերաների առջև դեյթի հաստատ մարդու։ Հա, դրանից է։ Առաջին դեպքն է։ Հա, Դրանից է, Առհասարակ եթե դեյթերի էլ հետաքրքրված չեմ չեք։ լինում։ Չէ, Ռաֆը շատ հետաքրքրված է։ դուրա։ Դեռ չէ, մի քանի հարց էլ հասկանանք։ Չէ, ինձ թվում է, օքեյ, դե ես եմ լարված, ասենք, քանի կամերայի աշխատում։ Ալո, ռավ շատ լարված է, զգուշա։ Դե ես կամերայի մարդ եմ, ես կարամ կերպարանափոխվեմ ու սենց խոսամ։ Իսկ ինչ վերաբերում է որ դու ասում ես դրամա անող, ես դրամա անող եմ այն ժամանակ, երբ որ հասնում է դրան արդեն, որ ես արդեն պետքա դրամա անեմ։ Բայց ես ավելի շատ սիրում եմ, որ խնդրից հենց այդ պահին, եթե անգամ չխոսենք, մի փոքր ուշ անպայման խոսացվի, որպեսզի դա սենց չկուտակվի ու ինչ որ մի օր պրոստը թույնի պես սաղ տա ավիրի։ Այդ առումով ես օքեյ եմ, եթե օրինակ մի բան ես հիմա արեցի քո դուրը չի գալիս, օրինակ երեկոյան նստենք, մենք ասես գիտես չէ, որ առավոտը սենց արեցի, իմ դուրը չեկա, աշխատենք, էլ չանենք։ Բայց ես շատ հիշաչար եմ։ Դե, մեծ red flag անեք։ Բայց դու էլ Բայց անկեղծ Չէ, ես եմ ասեցի հիշաչար։ Ես տոքսիկ եմ։ Հա, ես տոքսիկ եմ, пассив-ագրեսիվ եմ։ Այդ կա, ընկերներս կփաստեն նստած են։ Իսկ քո տոքսիկ լինելը ո՞նց է բնութագրվում։ Իմ հումորներով, կծողական հումորներ ունեմ, Չէ, դե անում եմ, դե կարա դա նեղացնի մարդուն, այսինքն եթե օրինակ եմ բերում, ոչ բոլոր մարդիկ են ինչ որ կոնտեքստից դուրս հումորները ընդունում։ Օրինակ, եթե նստած են ուղղակի ֆիլմ են նայում, անդադ հումոր անես, ինքը 1-2 կասի լավ։ Օրինակ դու երկը միացնես, հա ասի, այս խի ես մլավում։ Այդ իր համար տոքսիկ հումոր է։ Դու դրա ոնց ես վերաբերվելու։ Չէ, դա անտակտություն է, չէ, դա անտակտություն է, այտենց չեմ անի, բայց մի քիչ ուրիշ ձև կա։ Օրինակ ասի, ես ոնց ես չաղացել Նիհարի, չէ, կատակ եմ անում, Հանուն Արտարոսյան, Ռաֆոն շատ body positive տղա է։
Body positive։ Չէ, իրականում շատ տոլերանտ եմ, բայց եթե ինչ-որ մի բան մեկ էլ հումոր ա գալիս, ես միշտ անում եմ, չգիտեմ ոնց, եթե դա անգամ տոքսիկ լինի, բայց միշտ Ներողություն ձեր անալիզների պատասխանն է, ձեր մոտ body positive։ Բլոգից դուրս, բացի TikTok-եր, ազատ ժամանակ ինչով ես զբաղվում։ Ցավոք վերջի 4 տարվա ընթացքում որպես այդպեսին ազատ ժամանակ չեմ ունեցել, ու վերջի ազատ ժամանակ ունեցել ես վերջի 3 օրը, որովհետև հիվանդ պարկած էի ուղակի։ Ու ոչ մի բան չի անում, ես պրոստը ասենց չգիտեի։ Ու ես դրանից հասկացա, որ ես շատ ուղղակի աշխատել եմ սիրում։ Ինչ որ նախասիրություններ, սիրած զբաղմունք։ Սերիալներ նայել, ամերիկյան, արտասահմանյան սերիալներ նայել։ Իսկ մի հատ նույն հարցը ուզեմ տամ, ինքը ֆիլմ ընդհանրապես չի նայում, մեկ է երգ ընդհանրապես չի լսում։ Դու որպես երգով զբաղվող մարդ։ Իմ երգերը ես էլ չեմ լսում։ Առհասարակ երգ չի լսում։ Բայց կարանք մենք լսենք քո երգերը։ Բայց քո հեղինակային երգեր ունես, ինչ որ թե cover-ներ ես բան երգում։ Հեղինակային տեքստեր ունեմ գրած, բայց դեռ չեմ մշակել։ Մշակած չի։ Իսկ սիրածդ երգչուհի երգիչ կա։ Կարամ սիրածը ժանր ասեմ, շանսոն։ Мама ради бога, я в декапли. Любовь успенская. Давай. Пропадаю я. Мама ради бога, я ни капли не пьяна. И не одинока, и не просто влюблена. Пропадаю я, ночами пропадаю я. Раз, два, три, за него, за него. Это սպահին իմ համար շատ ակտիվ է, պետք է տրամադրել։ Շատ հավես է։ Այո, Ապրես, բայց շանսոնի համար ես որպես վոկալի ուսուցչուհի գնահատվում։ Ինքնուս վոկալի ուսուցչուհի, ինքնարչակ եւ Չգիտեմ, ել ինչ որ հարցեր օրինակ ունես ինձ։ Ես գիտեմ, որ դու ունես շատ աղջիկ ընկերներ։ Ինչ հարաբերությունների ու ինչ դիստանցիայի վրա ձեր շփումը։ Շատ մոտ հարաբերությունների մեջ եմ, համարյա կոպիտ ասած քույրեր են ինձ համար ու շփումը, ասենց ասեմ, ամենօրյա է։ Իսկ խանդոտ ես։ Չէ, որ շատ ինքնավստահ եմ։ Ընկերներ շատ մոտ հարաբերություններ ունենանք։ Ոյ, բայց որտեղ ձենով ես ասում։ Շատ ես կրկոտ չի ասում այդ ամեն ինչը։ Ես մոտ ունեմ։ Ունեմ տղաընկեր։ Ես շունեմ։ Շատ։ Շունն է։ Տղաընկերներ։ Տղաընկերներ ու Red flag։ Որ խանդոտ չեմ։ Հա։ Ինչի։ Որտեվ Ես շատ խանդոտ եմ։ աղջիկներ սիրում են, որ իրանց։ Հա, դու օքեյ խանդոտ եղի։ Ու սիրում եմ, որ ինձ էլ են խանդում։ Հա, դե առիթ դուր։ Ոնց։ Բայց նորմալ չի որ խանդոտ չեմ, չգիտեմ։ Իմ համար նորմալ չի։ Ինձ թվում է, որ եթե դու ինձ չես խանդում, ուրեմն հետաքրքրված էլ չես, ուրեմն ուշադիր էլ չես։ Հա, չէ, դա արդեն քո ինքնագնահատականի խնդիրն է ինձ թվում, որովհետև օրինակ իմ պարագայում եթե դու ինչ ես խանդում, ես հասկանում եմ, որ դու ինչա սիրում ու վստահում ես։ Չէ, բայց Անին նկատի ունի առողջ խանդի մասին է խոսքը, որ մի քիչ sense չէ։ Ամեն sense հետաքրքրվածություն։ Գայզը գլուխ ջարդում է։ Всё, ինչ ասեմ, Ես ինձ թվում է առաջի այս փոքրիկ ժամադրությամբ ամեն ինչ པարզ է։ Ինձ թվում է արդեն ավարտվում է այս date-ը, որովհետև այլ խոսալու թեմա չկար։ Խոսալու թեմա կա, պրոստը ամփոփենք։ Ամփոփենք մենք այս date-ը։ Համ կամերանից ես էլ եմ քաշվում։ Անին ճանապարհենք եւ Ռաֆիկի հետ իրա սիրած գործով զբաղվենք բամբասանքով։ Մերսի Անի ջան, գնացեք, bye։ Ասա Ռաֆ։ Ռոֆ, դժվար ընտրության առաջ ես կանգնած։ Երկու աղջիկներ հետաքրքիր կլինեին քեզ հետ, որովհետև երկուսն էլ ունեին իրենց մեջ շատ հետաքրքիր խարիզմա։ Ու երկուսն էլ համարյան իմ ոլորտից են, այսինքն որոշ չափի մեկը իրենց հետ հետաքրքիր է լինելու, էլի։ Ես կարծիք ունեմ, բայց իմ կարծիքը ինձ կպահեմ, դեռ չեմ ասի։ Ես կարամ իմ կարծիքը Հա, իհարկե։ ուղիղ ասեմ։ Միանգամից կարամ ասեմ, որ Սյուզին ավելի համակրեց Ռաֆոին, որտեվ Անի ու Ռաֆոյի մեջ ինչ որ կայծ ինքնին չնկատեցի, հետո նախ ասենց վիզուալ իրար ընդհանրապես մաչ չէին, ոնց որ Ռաֆոն ուղղակի հանդիպել էր ինչ որ բիզնեսի SMM-ի հետ, ում հետ պետք է համագործակցություն քննարկեն։ Ինձ թվում է Անին բավականաչափ հետաքրքրված չէր, որ ինչ որ էներգիաներ դներ, չգիտեմ։ Չէ, իրականում ինձ թվում է Անին զուտ ամաչում էր, որովհետև դե ամեն դեպքում լարված է, նկարման մեջ date անելը, մեկը լարվածություն է դա, ու լրիվ օքեյ է,
բայց հենց դա ես ավելի շատ սիրում եմ խիզախ մարդկանց, ես ինքս էլ խիզախ եմ, ռիսկի գնացող, իսկ Սյուզին թկած, որ նկարում են, շատ ազատ ամեն ինչից խոսած, ինչա սիրում, ոնց է սիրում եւ այլն, այդ ավելի ինձ սենց դուրեկան է։ Կարող ենք ասել, որ քո ընտրությունը կայանում է Սյուզի վրա։ Այո, եթե Սյուզին կուզի, կարա գրի։ Դու առաջիկայինը չես անի։ Չէ, ուղղակի ուզում եմ ինքը անի քայլը, այսինքն ոչ թե ես առաջի քայլ անեմ, այլ ինքը ընտրի։ Ուզում է, թե ոչ։ Ամեն դեպքում շատ հետաքրքիր ժամադրություններ էր, ես շատ ուրախ եմ, որ կարողացան քեզ օգնել եւ Այո, շատ շնորհակալ եմ գրաֆիկ ջան։ Ամանորի հրաշքը կատարեցիք, մերոնց երազանքը կատարեցիք, ինչ որ մեկի Մարինե ժամադրություն եղավ։ Ես ամեն դեպքում ինձ Զարան կթողնի, որպեսզի ես շնորհավորական խոսք ասեմ եւ հետո դու շարունակես։ Նախ ես ուրախ եմ, որ դու մեզ հյուր եկար, շատ շնորհակալ եմ բոլորից, ովքեր թե այսօր, թե մնացած օրերը մեզ աջակցում էին, նայում էին, մեկնաբանում էին, քննարկում են այստեղ բոլորին նստած։ Շնորհակալություն եմ հայտնում այնտեղ գոռացող բոլոր մարդկանց շնորհակալություն եմ հայտնում, որովհետև այսօր մեր ամանորյա եթերն է։ Բոլորի նոր տարին շնորհավորում եմ եւ խոսքը փոխանցում եմ Զարային եւ մենք ավարտում ենք այս հաղորդումը։ Կներեք էլի, ինչ որ մեկի հեռախոսն է։ Ալո։ Բարև ձեզ։ Հա, նշեմ, հա։ Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին, մեր երրորդ ավելորդին, ովքեր մեզ օգնեցին, մասնակիցները խիզախեցին եկան եւ մենք խոսեցինք հարաբերությունների մասին ու շնորհավորելով ուզում եմ բոլորիդ մաղթել, եղեք խիզախ ու հիշեք, որ շատ հաճախ մեծ սիրո պատմությունը կարող է սկսվել ընդամենը մեկ փոքրիկ առաջին քայլից։ Բարև, ոնց ես։ Արեք առաջ քայլը։ Happy New Year. La 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 la. Happy New Year։ Իսպաներենն է։ Մենակ, էլի կար։ Շատ հաճելի հանդիպում ունեցա Ռաֆայելի հետ։ Ճիշտ է, նա ինձ չընտրեց, բայց ես հասկանում եմ դրա պատճառները։ Իսկ գալիք ամանորին 2026 թվականին ես մաղթում եմ, որ բոլոր միայնակ մարդիկ մոռանան իրենց red flag-երի մասին, կարմիրները դարձնեն կանաչ ու գտնեն իրենց համապատասխան զուգընկերոջը։ Իրականում շատ դրական էմոցիաներով եմ լցված պրոյեկտից հետո եւ ես գիտեմ, որ Ռաֆոն հնարավորություն է տվել, որ ես որոշում կայացնեմ եւ ես միանշանակ դրական պատասխան կտամ այս ամենին։ Նաեւ շնորհավորում եմ բոլորի գալիք տարին, մաղթում եմ, որ լինի նոր հարաբերություններով, նոր դրական ծանոթություններով եւ էմոցիաներով լի տարի։ Cheers.